Քաղաքացիական պայմանագրի անդամները, պատգամավորները իրար հերթ չտալով ստատուսներ են գրում եւ մեղադրում են նաեւ այդ թվում ընդդիմությանը կոռումպացված քաղաքապետին պաշտպանելու մեջ նախ դրա վերաբերյալ ինչ կասեք եւ այս բռնաճնշումների շղթայի շարունակական լինելու։ Գիտեք, եթե նայեք անցնող 5 տարին կտեսնեք սովորաբար գերագույն գլխավոր խելագարը ազգային ժողովի ամբիոնից կամ ինչ-որ տեղից հրահանգը տալիս է, իրավապահ համակարգին մնում է գնա այդ գործը սարքի, իսկ ԿՊ պատգամավորներին մնում է դա հիմնավորել, այսինքն այս է սխեման անցնող 5-6 տարվա, եթե տեսնեք, միշտ այդպես է գնալ, այս ուժային կառույցները, հատկապես այս շենքում նստած դատավորների 90%-ը պետք է միշտ իմանան, որ կատարում են սրանց հրահանգները ու իրենք ամբողջական պատասխանատվություն են կրում են ազգադավ քաղաքականության համար, որ իրականացնում է այս իշխանությունը։ Բնական է, այսինքն իրանք փորձելու են այս կեղծ զապիսներով, այս սարքած չգիտեմ ինչ, ոնց որ մնացած բոլոր դեպքերում։ Այստեղ այլևս ոչ նորություն կա, ոչ էլ չգիտեմ ինչ կա, հավատալ այսօրվա Հայաստանի քննչական մարմնին, դատական համակարգին, դատախասությանը, սրանք պետության շահերի օրինականության հետ վաղուց այլևս կապ չունեն, սրանք ծառայում են մեկ մարդու համար, սրանք ժողովրդավարության թշնամիներն են եւ ամեն օր ապացուցում։ Այս է ժողովրդավարության բաստիոնը։ Եվ նաև ձևը, հա, ինչպես էին ներխուժել Գյումրու քաղաքապետարան, հետո դուռը կոտրելով տարան, մենք օրինակ փոխարենը չտեսանք, որ փարաքարում սպանություն կատարած կամ դա պատվիրած անձանց նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցուցաբերվեր։ Եթե ենթադրենք, որ օրինակ կոռուպցիա կա։ Երկրում հանցավորությունը, թմրանյութերի շրջանառությունը բոլոր տվյալներով տասնյակ անգամներ բազմապատկվել են։ Այսօր մեր երկրի ողջ ուժային համակարգը զբաղվում է բացառապես ընդդիմադիր գործիչներով եւ երկրում ձևավորված դիմադրության օջախները ոչնչացնելով, նաեւ շատ հաճախ խրախուսելով հանցագործություններ, որ կան գոյություն ունեն։ Ինչ վերաբերում է մի ծանոթագիր պետքա տային մարդուն, գար ներկայանար քննչական կոմիտե, բայց չէ, պետքա ուժ ցույց տան, պետքա հարձակվեն, պետքա այս մարդկանց sense հանընկցեն փողոցները, գնան քաղաքապետարանի դռները ջարդեն։ Այս ամեն ինչ ինչի համար են անում, որպեսզի վախեցնեն մարդկանց։ Որովհետև ինքը ամեն անգամ ծանոթանալով սոցիոլոգիական հարցումներին, տիրող իրավիճակին, ընկնում է հիստերիկայի մեջ ու իրան թվում է, թե այս ձերբակալություններով կարող է վերարտադրվել կարիք նպատակին հասնել։ Վերջը մի կետ կա, էլ էս ամեն ինչը այլևս վերջանալու է, ասենց չես կարող երկար շարունակել։ Ոնց է այդ վախեցնելը ձեզ արդյունք տվեց, վախեցնելու մոդեցումը կամ այդ Գյումրիում տեսարանները ինչ էին հուշում։ Գյումրեցին այսօր տղամարդավարի, այսպես ասած, թասիբով դուրս եկավ իր քվեն պաշտպանած։ Շատ կարևոր է։ Ես միշտ ասել եմ 5-6 տարի շարունակ կրկնում եմ, այս իշխանության դեմ պայքարելու միակ ճանապարհը սա իրեն համարժեք հակազդեցություն ցույց տալն է։ Բոլոր ուղղություններով, բոլոր հնարավոր ձևերով պետքա պատշաճ հակազդեցություն ցույց տալ։ Այսօր Գյումրեցին վեր կացավ իր քվեն պաշտպանած։ Այս շատ կարևոր երևույթ էր, որ տեղի ունեցավ։ Նաև ցույց տվեցին, որ ամբողջ երկրի ոստիկանական ուժերը մի քաղաքի, մի մարդու համար ուղղորդեցին դեպի երկրորդ մայրաքաղաք։ Այս կարևոր արձանագրում էր էս։ Եվ նաև իջմիածնում են ընտրություններ սպասվում, դաշնակցությունը մասնակցելու է։ Հիմա սա նաև փորձ չէ վախեցնել նաև ընտրողներին կամ հիասթափեցնել ասելով, որ ում ուզում եք ընտրեք, մեկը մենք ենք որոշում, ով պիտի լինի իշխանության։ Շատ կարևոր ձևակերպում տվեցիք, ինքը հենց դա է փորձում անի։ Այս վաղարշապատի ընտրությունից առաջ ինքը ուզում է ասի, որ ում ընտրեք, միևնույնն է իմ ուզածը կլինի, բայց ես առիթից օգտվելով ուզում եմ ասել, ես նաև այդ նպատակով է դա անում, այստեղ պետքա վաղարշապատին ցույց տա ու հերթական վաղարշապատի ընտրությունները պետքա լինի ԿՊ-ին վռնդելու քայլերից մեկը եւ կարծում եմ իր այս քայլերը բերելու է ավելի շատ հակազդեցության մարդկանց կողմից։ Այդ վախի ընտրողը կվախենա, այլ ընդհակառակը։ Այո, ընդհակառակ ընտրողը վրեժ լուծելու համար պետք է գնա ու սրանց իշխանազրկի ու ես այսօրվա պատկերն էլ ցույց է տալի, որ դա այդպես լինելու է։
Չնայած այս բռնի մեթոդների, որ ինքը փորձում է կիրառել։ Ինչպես է ստացվում, որ միշտ ընդդիմադիր կամ այն քաղաքապետերն են հայտնվում թիրախում, որոնք ՔՊ-ից չեն, եւ տեսեք մի դեպքում ունեցանք նույնիսկ մահվան դեպք եւ շատերը նաեւ այստեղ քաղաքական ենթատեքստ էին, հա, տեսնում։ Աշխարհում երկու պետություն կա, որ աչքի է ընկնում ընտրված քաղաքապետերին ձերբակալելով։ Թուրքիան եւ Հայաստանը։ Իսկ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի Էրդողանի մտերմիկ հարաբերությունները, Էրդողանից լավ բան չէր կարող սովորել եւ այն ինչ տեղի է ունենում այսօր Թուրքիայում, ինքը կրկնում է Հայաստանում։ Այնտեղ էլ տեսնում ենք, որ ամեն անգամ խոշոր ընդդիմադիր քաղաքների ընդդիմադիր ղեկավարները ձերբակալվում են, այդ նույն ձեռագիրն է։ Տես այստեղ շատ կարևոր է մի բան հասկանալ, այս մարդը չի համակերպվում ժողովրդի ընտրության հետ։ Անընդհատ որ գոռում է ժողովրդի իշխանություն, հենց ժողովուրդը ընտրում է մի բան, որ իր սրտով չի, այդ կլինի Բրյուսովի ռեկտոր, մի հատ մանկապարտեզի տնօրեն, մեծ ու փոքր համայնքի ղեկավար, ինքը անմիջապես կապ չունի այդ ժողովրդի ընտրությունա, թե ոչ դրան դեմ է գնում ու այս ժողովրդավարության մասին իր պատկերացումներն են։ Ոնց որ մնացած բոլոր ուղղություններով ստեղ էլ ինքը կեղծ է, ֆեյք է եւ պարզապես մի հատ խուժան հանցագործ թիմ, որ այս հայտնվել է երկրի կառավարման ղեկին, ասես ձերբակալություններով, ապօրինություններով, սրիկայություններով փորձում է իր իշխանությունը պահի։ Մեր խնդիրը այն է համարժեք հակազդեցություն տալ ու թույլ չտալ այս ծրագիրը հասցնի իր ավարտը։ Եվ նաև կաթողիկոսի հետ կապված ձեր կարծիքով կգնան կաթողիկոսին նաև կալանավորելու ճանապարհով թե ոչ, եւ դուք մոբիլիզացիա եկեղեցու մոտ, եթե անկեղծ լինեք, տեսակ ի պաշտպանություն կաթողիկոսի, այս առումով ինչ պատկեր ունենք։ Այսօր Գյումրին ցույց տվեց իրենց մտածելու տեղիք տալու Աչմիածնի վրա գնալուց առաջ։ Երեք էլ մի կոչով տեսակ քանի հազար մարդ հավաքվեց եւ կարծում այո մենք պարտավոր ենք եկեղեցին պաշտպանել այս թշնամական ուժերից։ Դարերի ընթացքում ենք ստիպված եղել հայ ժողովրդի եկեղեցին պաշտպանել մոնղոլներից, թուրքերից, տարբեր թշնամական պետություններից, այսօր ստիպված պետք է պաշտպանենք Նիկոլից եւ իր խմբակից։ Էսա դժբախտաբար իրականությունը ու այս գիտակցությամբ մենք պետք է մոտենանք այս հարցին։ Մենք մեր Էջմիածինը սուրբ առաքելական եկեղեցին պաշտպանելու խնդիր ունենք։ Ինչպես քաղաքական առումով կարողանա ընդդիմությունը պահել բարձր լարումը, հա, որպեսզի մարդկանց այս կուտակված ցասումը հերթական անգամ չմսխվի։ Կան նման խոսակցություններ, խոսել ենք այս անցնող ժամանակահատվածում, տարբեր քննարկումներ, կոնսուլտացիաներ ունեցել ենք, բայց ժամանակն է վերջնական ձևավորելու առնվազն մի քանի հարցերի շուրջ ընդդիմադիր դաշտ, անկախ ով ինչ բլոկով ընտրություններին մասնակցելու, ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ գաղափարական եւ այլ տարաձայնություններ գոյություն ունեն, մի քանի հարցերի շուրջ ընդդիմությունը պարտավոր է ձեռք բերի ամբողջական համաձայնություն, ստեղծի համապատասխան մեխանիզմներ այս ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարելու սրան համարժեք հակազդելու համար։ Ես նաև նկատի ունեմ, որ ընդդիմությունը օրակարգ թելադրի Նիկոլ Փաշինյանը փորձի ըստ էության կամ դրանց դիմակրավել կամ պաշտպանվել, որ հակառակ դերերում չլինեք, էլի։ Ամբողջությամբ համաձայն եմ, այս բանը տեսնում եք տարբեր քաղաքական միավորներ դիրքավորում են, նաև օրակարգ են առաջարկում, դաշտ են նետում տարբեր գաղափարներ եւ կարծում եմ առաջիկայում այս ուղղությամբ ավելի հստակ, ավելի լայնածավալ քայլեր կտեսնենք։ Շնորհակալ եմ։